ինչ է իմ ու քո համար խաչը։ Նայենք նախ ինչ չի խաչը, հետո նայենք ինչ ա խաչը։ Ու եթե դու այսօրվա ուղերձից ընդամենը 3 բան քո հետ տանես, 3 բան, 3 հայտնություն, 3 նախադասություն, այդ 3 նախադասությունը քո կյանքը փոխելու է։ Ամեն։ Աղոթենք։ Ինչ դու մտածում ես խաչը տխուր բան է, թե ուրախ բան է։ Տխուր է, մենք որ կինոն նայում ենք խաչի վրա ինչ կատարվել է, տխրում ենք։ Եկեք աղոթենք իրար հետ։ Տեր Հիսուս, մենք քեզ փառք ենք տալիս ու խոստովանում ենք, որ մեր համար պատիվ է քո հետ մի վայրում գտնվել քո տան մեջ։ Մեր համար պատիվ է, երբ որ դու հավաքում ես քո ժողովրդին ու գալիս ես, որպեսզի օրհնես Տեր։ Գալիս ես, որպեսզի լցնես, գալիս ես, որպեսզի սիրես Տեր, ու դու սիրեցիր մեզ քո ներկայությամբ Տեր։ Ու դու հպվեցիր մեզ քո ներկայությամբ, դու գրկեցիր մեզ քո ներկայությամբ Տեր։ Մեր համար պատիվ է Տեր, որ դու չես գալիս քո տուն, որպեսզի պատժես քո ժողովրդին, որտեղ դու կենտրոնացած ես սիրելու ու առաջ տանելու մեր արքա։ Ու մենք այսօր քո ժողովուրդը Տեր, կանգնած քո առաջ ուզում ենք սովորենք քեզանից Տեր, սովորենք քո խոսքի ճշմարտությունները, մենք ուզում ենք լսենք այն պատասխանները, որը որ դու ունես մեր կյանքի համար Տեր, մենք ուզում ենք մեզ անցկացնես Տեր, այն ճանապարհով, որտեղ որ մեզ դժվար է Տեր։ Ես աղոթում եմ, որ ամեն մեկի սրտի խորքում Տեր, դու խորը, հավիտենական ու արմատական դնես այն հայտնություններն ու ճշմարտությունները, թե ինչ չի քո խաչը ու ինչ է քո խաչը Տերի մարքա։ Ու թող այսօր ամեն քնած արթնանա, թող այսօր ամեն հոգնած զորանա, թող այսօր զորանան թուլացած ձեռքերն ու ոտքերը, թող այսօր ամեն անհույսություն հույս ստանա Տեր, ամեն իրավիճակի մեջ, ամեն ճանապարհների մեջ, ես խոսում եմ հույս, կյանք, օրհնություն, ամեն մեկի կյանքի մեջ, քո փառավոր անունով Տեր Հիսուս։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք, երբեմն մենք մտածում ենք մեր իրավիճակը այնպիսի իրավիճակ է, որ հույս չկա, մեր այն ամենադժվարն, ամենավատն է, մենք խոսել ենք էլ այս մասին, ու բոլորն են տենց մտածում, երբ որ դժվարությունների միջով են անցնում, բայց բարի լուրը կայանում է նրանում, որ այդ տենց չի, ու ցանկացած իրավիճակից Աստված ելք ունի։ Կորինթացիների թուղթը, ես այսօր շատ չեմ անցնի փորձությունների թեման, բայց Կորինթացիների թուղթը պարզ ասում է, որ այն փորձությունը, որով որ անցնում ես, դա քո ուժերի սահմանում է, ասում Աստված քո ուժերից վեր քեզ փորձություն չի տա, ու փորձության հետ մեկտեղ ելքն էլ կտա։ Այսինքն այն փորձությունը, որ անցնում ես, արդեն դու կարաս քո ուժերի սահմանում, դու կասես այդ ինչ ուժ ունեմ, որ Սուրբ Հոգու զորությունը, որը որ Հիսուսին այսենց մեռելներից հարություն տվեց։ Այն փորձությունը, որով անցնում ես, արդեն դու իզորու ես հաղթես, բայց քո կենտրոնացումը պիտի լինի այն ելքի վրա, որ Աստված տալիս է։ Ամեն մեկիդ կյանքի մեջ, ամեն դժվարության մեջ Աստված ելք ունի։ Ու այսօր միգուցե դու տեսնես այդ ելքը, միգուցե ունենաս հնարավորություն գնալու, աղոթելու ու փնտրելու Տիրոջ ջերեսը, որ ունենաս։ Բայց մինչև ես մի բան եմ ուզում ասեմ, մի հատ առակ եմ ուզում պատմեմ։ Սա իմ առակն է, ես եմ հորինել այս առակը։ Ավետարան ըստ Վարոյի 3:16։ Հեսա կսկսեն էլի, ավետարան ագրե, դի նյութ է պետք, մենք ամեն անգամ երկու կողմի նյութ ենք տալի, և եկեղեցու, և պարտադիր է, մարդիկ պարապ չեն մնա։ Ավետարան ըստ Վարոյի, մենք իրանց մասին էլ ենք մտածում, քնած հավատացյալի առակը, լինում է չի լինում, մի մարդ է լինում, ով քնած է։ Ինչի եմ խոսում քնած հավատացյալից, որտև աշխարհը բաժանված է երկու մասի, հոգևոր ու ոչ հոգևոր։ Ով գիտի այդ մասին։ Ընդհանրապես 3 մասից է, բայց 2 մաս ասենք։ Պողոս ասում է հրեա հեթանոս ու եկեղեցի։
ամբողջ մարդկությունը բաժանված է երկու մասից. Աստծու զավակ ու ոչ Աստծու զավակ, մեղավոր ու արդար։ Մեղավորին արդար չի կարելի ասել կամ սուրբ, սուրբին մեղավոր չի կարելի ասել, չի կարելի ուղղակի, չի աշխատում այդ։ Բայց այս սուրբերն ու հավատացյալներն էլ իրանց հերթին բաժանված են էլի երկու մասի. քնած ու արթուն։ Աստծու խոսքը ասում է արթուն հավատացյալների մասին, Աստծու խոսքը ասում է քնած հավատացյալների մասին։ Ու ցավոք սրտի բոլորը գիտեն, որ իրանք արթուն են, որովհետև դե մենք ապրում ենք։ Հիմա ես ուզում եմ ձեզ պատմեմ քնած հավատացյալի առակը։ Քնած մարդը ինքը ապրում է թե չէ, ինքը շարժվում է, այս կողմից այն կողմ, ինքը ձայն է հանում, ճիշտ է, միշտ չի որ հաճել է այդ ձայնը, խռցնում է, կա նորմալ խռոց, շնչում խռցնում է, կա աննորմալ խռոց, տուդա обратно է խռցնում, հետ քաշերից խռցնում է, տուդա обратно, երկու կողմանի խռցնում է։ Մեր մոտ մի օր հովվական էր, ու իրիկունը հովներից մեկը մի հով ունենք, մի քիչ լիքոտ էր, այդ հին ժամանակն հին ուխտում էր, հին ուխտի եկեղեցում էր, ու եկելա փնտրում, ասում է, «Էս ինչ հովիվը անունը չեմ ուզում տամ»։ Ասում է, «Էս ինչ հովիվը որտե է»։ Ու մեր տղերքից մեկը ասում է, «Գնա քնած», ասում է, «Գնա նայ որտե է դուռը բացվում, փակվում, ինքն դեղ է»։ Ասում է, «Խի», ասում է, «Դե խռցնելուց դու դա обратно է խռցնում, դուռը բացվում է, փակվում է»։ Ես մի քիչ ուրախ քարոզիչ եմ, ոչինչ, չէ՞։ Չգայթակղվեք, գնանք, այ մարդ։ Ուրեմն էլ ինչ է անում քնած մարդը, ինքը երազներ է տեսնում։ Ու մեկ-մեկ թվում է այս երազները իրանք իրականություն են, էլ ինչ է անում, ձայն է հանում, շարժվում է։ Բայց հարցը գիտեք որն է, ինքը տեղից առաջ չի գնում։ Ինքը ապրում է, ինքը մեռած չի։ Պտտվում է, շարժվում է, շփվում է, երազի մեջ շատերի հետ կարա թռնի երազի մեջ։ Ու իրան թվում է ինքը սուպերմենն է, խի, որտև ձեռը սենց արած թռնում է։ Մեկ էլ կապուտ շալվարի վրից կարմիր բան է հագած։ Շատ հավատացյալներ իրանք քնած են, արթուն չեն։ Որ ասում ես, չէ, հով ջան, սաղ նորմալ է, գործ եմ գնում, ամեն ինչ նորմալ է, սաղ, Հիսուսն է Տերը, հալելույա, խռցնում եմ, տուդա обратно, բայց առաջ չի գնում, իր կյանքը, Աստված ճանաչողությունը, Աստծո հետ փոխհարաբերությունը առաջ չի գնում։ Մենք գործողություն ենք անում, այս կողմից այն կողմ, այն կողմից այս կողմ, բայց առաջ չենք գնում։ Խամյակ տեսել եք, որ այն կլոր բանի մեջ վազում է, ինքը կոնկրետ գործ անում, վազում է, բայց առաջ չի գնում։ Ով է սպորտ զալում եղել։ Ինձնից երևում է, որ ես չեմ գնում սպորտ զալ։ Ինձ տարեք ձեր այդ սպորտ զալ, ժողովուրդ, ես ինչ է, ամոթ չի, որ ձեր հովը ծառայողական մազոլ ունի։ Ծառայությունն է սաղ։ Ասում մարդ կա արդեն, ասում կգաս հետս։ Ինչ ենք անում, բեգվի դարոշկի վրա, մենք վազում ենք։ Դու առաջ չես գնում, դու վազում ես, դու քրտնում ես, բայց դու առաջ կողքդ ամեն բան փոխվում է, կողքդ շարժվում ամեն բան, դու քո տեղում ես։ Ու միգուցե այսօր դու ստեղ նստած ես, բայց արթուն հավատացյալ չես, բայց քնած հավատացյալ ես։ Ես քեզ կոչ ունեմ, այսօր զարթնի։ Սկսի գործել արքայության համար մեր այս ամիսը ու միգուցե հաջորդ ամբողջ տարին սա արքայության համար գործելու ամիս է ու տարի է։ Սկսի շարժվել, սկսի ավետարան քարոզել։ Ում քո կողքի մարդկանց։ Սկսի աղոթել, սկսի կարդալ, սկսի տալ արքայության մեջ առատ։ Սկսի ծառայել ու կտեսնես ոնց ամեն բան փոխվում քո մեջ, քո կողքերը։ Այո ջան, մի քիչ թող քնենք էլի։
Ինչի պիտի երկար չքնենք։ Այնքան առակներ կա, չեմ ուզում ասնեն քեզ առակներին։ Քնած արթուն։ Աստված գալու է արթուն եկեղեցու հետևից։ Գործող եկեղեցու հետևից, հաղթական եկեղեցու հետևից, զորավոր եկեղեցու հետևից։ Ամեն։ Այնպես որ զարթնի ու սկսի գործել արքայության համար։ Հալելույա։ Դες նախաբաներ, խաչի հետ կապ չունի։ Լավ, ինչ չի խաչը։ Ժողովուրդ, մենք շատ ոնց որ շատ խոսում ենք խաչից, բայց երբեմն մենք չենք հասկանում ինչ է խաչը։ Ինչ որ մեկի համար երկու փայտ է, ինչ որ մեկի համար դժվարություն է, ասում է, դա էլ քո խաչն է։ Խաչը դժվարությունները չի։ Խաչը քո զոնքաճը չի, քո կիսուրը չի, քո ամուսինը չի, որ չի ապաշխարում, քո հիվանդությունը չի։ Գիտեք, մեկ ինչ որ ուսմունք ես, որ նայում եմ, որպեսզի հասկանամ այս ուսմունքը Աստծու սրտից է ծնվել, թե դիվային է, թե կրոնական է, թե մարդն է մցրել եկեղեցի, նայում եմ ում շահերից է բխում այս ուսմունքը։ Աստծու թե սատանայի։ Օրինակ ում շահերից է բխում, որ հավատացյալը պետք է խեղճ լինի, աղքատ լինի, հիվանդ լինի, փնթի լինի։ Ում շահերից է բխում։ Բարձր սատանայի։ Որ հավատացյալին պահի ճնշած, որ իրա դեմ դուրս չգա։ Ում շահերից է բխում այս ուսմունքը, որ այդ բոլոր դժվարությունները քո խաչն է, պիտի կրես, պիտի տանես, պիտի համաձայնվես։ Հույվ ջան, հիվանդ եմ։ Այդ էլ քո խաչն է, բալես, տար։ Ամուսինս ծեծում է ինձ։ Ինչ ցավալի խաչ ունես, ասում է, ոնց որ խաչը տվել է աշկի տակը կապտել է։ Ժողովուրդ, ում շահերից է բխում այս ուսմունքը։ Թշնամու ու հասարակ պարզ արտահայտություն որ Տերը անում է, եթե մեկը իր խաչը չվերցնի ու իմ հետևից գա, ինքը իմ աշակերտը լինելու արժանի չի։ Շատ անգամ մենք հասկանում ենք այդ ամբողջը դժվարությունների ու փորձությունների մասին է միայն խոսքը։ Նաև, բայց ոչ միայն։ Իսկ ինչ է խաչը։ Լավ ինչ է խաչը։ Պողոս առաքելը ասում է, ես ոչինչ չեմ քարոզում, մենակ խաչ եմ քարոզում։ Ես պարծենում եմ խաչի քարոզչությամբ։ Խաչի քարոզչությունը հիմարություն է հույների համար, չէ՞։ Ու հրյաների համար, բայց փրկվածների համար Տերոջ զորությունն է, Աստծո զորությունն է։ Այդ ինչ է խաչի քարոզչությունը, որ փրկվածների համար Աստծո զորությունն է։ Այսօր ես երկու բան եմ ասելու, ինչ է խաչի քարոզչությունը ու երրորդը մենք արագ ոնց որ կանցնենք ու մի ճշմարտություն կնայենք։ Առաջինը ինչ է խաչը։ Ավետան ըստ վարոյելի, բայց հետո կողոսացիների թուղթը կնայենք։ Խաչը ոչ միայն այն է, որ փարիսեցիներն ու դպիրները ու հռոմեացիք Հիսուսին խաչեցին, այլ խաչը այն է, որ Հիսուսը խաչեց քո մեղադրանքը։ Մենակ դու հասկանաս ես ինչ եմ ասում։ Սատանան մտածում էր, որ ինքը խաչեց Հիսուսին ու լուծեց Հիսուսի հարցերը, բայց իրականում ոչ թե ես ու դու խաչեցինք Հիսուսին ու սատանան, այլ Հիսուսը խաչեց քո մեղադրանքը խաչի վրա։ Հյուսոնը, ով սովոր էր աշխատել մեղի ու փայտի հետ, խաչի վրա օգտագործեց փայտը ու մեղը, որպեսզի քո մեղադրանքը խաչին հանի։
Արդեն կարակ գնանք տուն։ Всё, բրծավ ծառայություն։ Էսի հերիք էր։ Մենակ դու հասկանաս ինչ արեց Տերը։ Կողոսացիների 2-րդ գլուխ 14-րդ խոսք եւ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը եւ այն մեջտեղից պատռեց ու խաչապայտին գամեց։ Մենք մենակ տեսնում ենք, որ Հիսուսին խաչեցին, մենք չենք տեսնում, որ Հիսուսը խաչեց։ Հիսուսը խաչեց քո մեղքը ու մեղադրանքը։ Սա է խաչը։ Խաչը այն է, ինչ որ Հիսուսը արեց, ոչ թե ինչ որ Հիսուսին արեցին, այլ ինչ որ Հիսուսը խաչի վրա արեց։ Հասկանում ես ինձ։ Սա խորը բան է։ Խաչը ոչ թե այն է, ինչ որ Հիսուսին արեցին, այլ այն է, ինչ որ Հիսուսը արեց այն ժամանակ, երբ որ իրան խաչում էին։ Եթե իմ ու քո կենտրոնացումը նրա վրա է, թե ինչ Հիսուսին արեցին, սպանեցին, տանջեցին։ Բայց ինչ Հիսուսը արեց այդ ժամանակ, դա է խաչը։ Իսկ ինչ արեց Հիսուսը։ Քո մեղքերի հարցը լուծեց։ Լուծեց թե չլուծեց։ Ներեց թե չներեց։ Ջնջեց թե չջնջեց։ Միայն մի մասը թե ամբողջը։ Ամբողջը։ Մեր եկեղեցու կեսը մեր եկեղեցուց է։ Մնացած կեսը ոնց որ, չգիտեմ, երևի պրավասլավնի է երևի։ Էլ ինչ արեց Հիսուսը։ Քո հիվանդության հարցը լուծեց։ Լուծեց թե չլուծեց։ Անցյալ կատարյալ փաստա թե չէ։ Էլ ինչ արեց Հիսուսը։ Քեզ արդարացրեց։ Քեզ ժառանգ սարքեց, քեզ որդի սարքեց, քեզ նոր արարած սարքեց, քեզ թագավոր ու քահանա սարքեց, քեզ արդար սարքեց, քեզ սուրբ սարքեց։ Այս ամենը Տերը արեց խաչի վրա, երբ որ իրան խաչում էին Հռոմեացի զինվորները, ինքը խաչում էր քո մեղքը, քո մեղադրանքը ու քո հին բնույթը։ Հալելույա։ Սա է ճշմարտությունը ամբողջությամբ։ Երբ որ ամբողջ երկիրը խավար եղավ ու երկինքը, այդ ամբողջ մարդկության մեղքն էր, որ ինքը վերցրեց իր վրա ու խաչեց գամեց խաչին։ Ասում է եւ նա ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը, ջնջեց չկա, մեկը կար, ով դատավճիռ ուներ իր ձեռքում։ Մեկը կար, ով մեղադրում էր, Աստծու զավակներին գիշեր ու ցերեկ մեղադրում էր Աստծու առաջ։ Մեկը կա, ով այդ մեղադրանքը քո մտքի մեջ է դնում։ Երբ որ դու ուզում ես բարգավաճես, ինքը բերում է այդ մեղադրանքը, ասում է, բա դու երեք այս բանն ես արել։ Երբ որ դու ուզում ես ընդունես քո բժշկությունը կատարյալ, անկախ քո հիվանդության ձևից, չափից ու մեծությունից, անկախ նրանից տարվա մեջ քանի հազար հոգի է մահանում այդ հիվանդությունից, երբ որ դու ուզում ես հենց հիմա ընդունես քո բժշկությունը, ու կապ չունի ինչ որ մեկը քո համար աղոթում է թե չէ, կապ չունի դու տանն ես, եկեղեցում ես, թե տրանսպորտի մեջ ես։ Գալիս է մեղադրողը, որպեսզի մեղադրի այդ մեղադրանքով։ Բա երեք չի առաջ օրը դու չես հիշում ինչ ես արել։ Բա դու քո պապայի հետ ո՞նց ես վերաբերվում։ Բա դու 10 օր չես տվել։ Երբ որ դու ուզում ես ընդունես ինչ որ բան Աստծուց, մեղադրողը իր մեղադրանքով թղթով որպես դատախազ քո առաջ կանգնած է։ Ու ինքը աշխատում է քո հետ, որ դու ընդունես այդ մեղադրանքը, որպեսզի չկարողանաս ընդունես Աստծուց այն, ինչ որ խաչի վրա Տեր Հիսուսը արել է։
Նա ջնջեց քո դեմ դատավճռի ձեռագիրը։ Խաչի վրա ջնջեց։ Իր արյունը ջնջեց, այն ինչ որ գրած է, ջնջված է։ Քո համար չկա դատավճիռ։ Դա ջնջված է։ Քո մեղքերը ջնջված է։ Քո դատավճիռը ջնջված է։ Նրա արյունը խաչի վրա 2000 տարի առաջ ամբողջությամբ ջնջել է այդ մեղադրանքը։ Դու կասես, բա որտեղից այդ մեղադրանքի իմ մեջ։ Քո մտքից։ Դու չհասկանալով ճշմարտությունը ընդունում ես սատանայի սուտը։ Պատկերացրա քո վրա գործ չկա։ Հարուցված։ Ինչ որ մեկ ասում է քո վրա գործ կա հարուցած, քեզ տանում են քաղմաս, հետո դատարան, ու դու նստած դողելով ին վրա գործ կա հարուցած։ Հեսա ինձ տանելու են։ Ու մեկ էլ հանկարծ իմանում ես, որ ինչ որ մեկը սաղ ջնջել է, ճղ է թափել է այդ գործը, ասում է քո վրա գործ չկա հարուցած։ Գարիկ ջան, չկա գործ։ Չկա գործ քո վրա հարուցած։ Ու դու գնում ես դատարան, ասում են ջնջած է։ Չկա գործ։ Չկա մեղադրանք։ Դրա հարցը լուծած է։ Ազատ ապրի։ Ու դու էլի դողալով, կարող է հետևիցս կան։ Կարող է հետևիցս կան։ Լսի, չկա այդ գործը։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք պարզ, Աստվածաշնչի պարզ խոսքերին չենք հավատում։ Այսօր Վարդան հետաքրքիր բան էր ասում, խնդիրը նրանում է, որ մենք Աստծո խոսքով չենք ապրում։ Ինչ որ խոսքն ասում է, չի մեր կյանքի հիմքը։ Ինչն է քո կյանքի հիմքը, քո զգացողությունները, թե Աստծո խոսքը, դու ես իմ զգացածով եմ ապրում։ Շատ իզուր։ Իմ կյանքի հիմքը պիտի լինի Աստծո խոսքը, ինչ է ասում Աստծո խոսքը, իմ ու քո մասին։ Ամեն։ Իսկ եթե իմ վրա չկա այդ մեղադրանքը, դա նշանակում է կողքից նստողի վրա էլ չկա այդ մեղադրանքը։ Հələ գնայես կողքին հետ։ Սիրունա չէ, ինքը լավնա չէ։ Եթե ազաբեք արագ նայեք ու հետո պտտվեք են մյուս կողմ։ Երկար չնայեք։ Հələ են մյուս կողքին հետ նայ, եթե մարդ չկա, սենց լուրջ դեմքով պատին մի նայ։ Հովը ասելա պիտի անեմ, հո, ես։ Իրա վրա չկա մեղադրանք։ Ինչպես քո վրա չկա, այնպես էլ իրա վրա չկա։ Ինչպես թշնամին գալիս է, որ քեզ մեղադրի, ու դու պիտի կտրես ու չընդունես, այնպես երբ որ թշնամին գալիս է քո մեջ կողքինիդ մեղադրի, դու պիտի կտրես ու չընդունես։ Հալելույա։ Իմ քարոզը իմ դուրը գալիս է։ Դուք տենց առանց միմիկայի նստեք։ Սենց լուրջ բան չասեք, հանգարց արձագանքեք։ Դուք ծանր մարդիկ եք, պետք չի արձագանքեք։ Գոնի ամեն ասեք։ Հալելույա։ Այն մեջտեղից վերցրեց ու խաչապայտին գամեց։ Չկա քո դատավճիռը։ Երկրորդ բանը, ինչ է խաչը, առաջի բանը հասկացանք, խաչը ոչ թե այն է, ինչ որ Հիսուսին արեցին, ոչ միայն այն է, ինչ որ Հիսուսին արեցին, ուզում եմ ճիշտ իմ նախադասությունը ձևակերպեմ, այլ այն է, ինչ որ Հիսուսը արեց խաչի վրա։ Երկրորդ բանը, ինչ է խաչը, կամ իմ ու քո դժվարությունը, սա դու ես ընտրում, սա քո ընտրությունն է, դու ես որոշում, ինչպես հավատաս, այդպես էլ կլինի, եթե դու ընդունում ես, որ խաչը դա գերեզման է, խաչուք համար կդառնա գերեզման, եթե դու ընդունում ես, որ խաչը դա արգանդ է, որպեսզի ինչ-որ բան ծնի քո կյանքում, խաչը կդառնա արգանդ, դու ես որոշում են դժվարությունը, ինչի միջով որ անցնում ես, քո համար դառնա գերեզման,
թե դժվարության մեջ ծնվի ինչ-որ բան։ Ես ուզում եմ այսօր ես մի փոքր այս մասին խոսել եմ, երբ որ ապերը քարոզում էր ստեղ։ Եկել են տեսնել նույն բանն եմ խոսում, թե ուսմունքս փոխել եմ, մարդ կա Գերմանիայից։ Ես ուզում եմ դու ուշադիր լինես, սիրելիս, այն դժվարությունը, որի միջով հենց հիմա դու անցնում ես, այն խնդիրը, որի միջով դու անցնում ես, այսօր դու ես որոշելու, դա սպանի քեզ, թե դա կյանք տա նոր բանի, ինչը որ չկար քո կյանքում։ Աստված օգտագործում է այն ինչ եկել է, որ քեզ սպանի, որպեսզի քեզ բարձրացնի։ Գողիաթը եկել էր սպաներ Իսրայելին, Աստված օգտագործեց Գողիաթին, որպեսզի Դավիթին բարձրացնի։ Այն ինչ որ խնդիր է քո կյանքում, այն խնդիրները, որ եկել են քո կյանքի մեջ, Աստված օգտագործում է, որպեսզի քեզ բարձրացնի այդ խնդիրների միջով։ Սա կարևոր է։ Հենց այն, ինչ որ պիտի քեզ սպանի, ինչ որ պիտի քեզ չարչարի, ուրիշ բան չէ։ Փոթորիկը եկել էր, որ սպաներ աշակերտներին, Աստված օգտագործեց, որպեսզի Գերգեսացի դիվահարը ազատագրվի։ Ու Գերգեսիայի երկրում մեծ արթնություն եղավ։ Հենց այդ է օգտագործում։ Աստված բարին գործակից է անում ամեն բան իրան սիրողների համար։ Ու եթե այդ ամեն բանը լավ բան է, էլ ինչի պիտի բարին գործակից անի։ Հենա բարին գործակից է։ Դա նշանակում է այդ ամեն բանը այն է, ինչ որ եկել է, որ քեզ գցի, թուլացնի, քո զորությունից քեզ գցի։ Ու այսօր Տերը ստեղ է, ու այսօր ես եմ ստեղ, որպեսզի քեզ օգնեմ ճիշտ ընտրություն կատարես։ Ու Տերը ստեղ է, որպեսզի ասես իրան, ու ինքը սկսի գործել քո կյանքի մեջ։ Հովսեփի համար ինչ էր խաչը։ Փոս, պետապրեսի տուն, բանտ։ Կամ դա կսպաներ Հովսեփին, եթե Հովսեփը ճիշտ վերաբերմունք չունենար դրան։ Կամ դա կծներ մեկին Հովսեփից, ով կդառնար փարավոնի կողքի մեկը։ Հասկանում եք ինձ։ Հովսեփի դժվարությունը ծնեց Հովսեփից մեկին, Հովսեփին դարձրեց փարավոնի կողքի մարդ, նախարար։ Հովանեսի դժվարությունը, երբ որ Հովանեսը Պատմոս կղզում, անցած մի քանի ծառայություն առաջ նորից խոսել եմ Հովանեսից, երբ որ իրան մցնում են եռացող ձութի մեջ, պահում են ու չի մեռնում էս պապիկը, ծերուկ Հովանեսը, 90 տարեկանում, բլբլթացող բանի մեջ, ձութի մեջ չի մահանում։ Այդ խաչը ոչ թե սպանում է Հովանեսին, այլ ծնում է Հովանեսի տնությունը։ Ծնվում է։ Խաչը կամ կսպանի քեզ, կամ կդառնա արգանդ։ Ես ուզում եմ այսօր ճիշտ վերաբերվես քո փորձություններին։ Մենք չենք փախնում փորձություններից։ Ով շնորհքի տակ է ինքը չի փորձվում։ Մենք անցնում ենք մեր փորձությունները, աճելով ու թույլ տալով, որ Աստված ծնի ինչ-որ բան տեղից։ Երբ որ փարավոնը 400 տարի պահում էր Իսրայելի ժողովրդին ստրկության մեջ, այդ խաչը, այդ փորձությունը կամ կդառնար իրանց գերեզմանը,
կամ կծներ մի ժողովուրդ, որը հետո կգրավեր Քանանը։ Ցանկացած փորձությունն է, ցանկացած խնդիր, փղշտացիները հարձակվում են Իսրայելի վրա, ծնվում է դատավոր, ծնվում է թագավոր։ Կա խնդիր, ծնվում է մի նոր բան։ Ինչ էր խաչը Հիսուսի համար։ Գերեզման։ Ոչ։ Խաչը ծնեց եկեղեցին։ Խաչը ծնեց նոր արարածը։ Խաչը ծնեց արթնություն։ Խաչը սպանեց Հիսուսին ֆիզիկապես, բայց ծնվեց Քրիստոսի մարմինը հոգևոր։ Ֆիզիկապես մահացավ Քրիստոսի մարմինը խաչի վրա, ծնվեց հոգևոր Քրիստոսի մարմինը, որը որ եկեղեցին է։ Ամեն։ Որտեվ Քրիստոսի մարմինը մենք ենք, եկեղեցին է։ Հալելույա։ Առաջի Պետրոս 2:21 մի բան ասեմ, նոր կգնանք ստեղ։ Խաչը քեզ եսակենտրոնությունից տանում է Աստծու ու Աստծու կամքի վրա կենտրոնանալուն։ Հաճախ այդ դժվարությունները գալիս են մեր կյանք, խնդիրները։ Մենք ասում ենք, բա այս խնդիրները ինչի է եկել իմ կյանք, որպեսզի քեզ եսակենտրոնությունից տանի Աստծու կամքի վրա կենտրոնանալու։ Որովհետև Աստծու կամքն է, որ բարի է, հաճելի ու կատարյալ։ Մենք հիմա չենք խոսում այն մասին, որ Աստված դժվարություններ ու փորձություններ է տալիս, այդ մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք այն մասին, որ Աստված օգտագործում է այդ դժվարություններն ու փորձությունները։ Մենք խոսում ենք այն մասին, որ Պողոս ասում է, եթե պարծենամ, իմ դժվարություններով կպարծենամ։ Մի վարքյան, Պողոս ջան, հələ մի վարքյան։ Մենք այսօր պարծենում ենք մեր դաչաներով, տներով, մեքենաներով։ Այդ ինչ է, նստենք իրար, այդ 4 հոգի հավաքվենք ու ասենք, ով ինչ դժվարություն ունի, ում ավելի շատ է ինքը կրում, հա? Ոչ։ Պողոսը մի բան էր հասկացել, որ այդ դժվարությունների մեջ Աստված փառավորվում է, ոչ նրանում, որ ինքը մնում է այդ դժվարությունների մեջ, այլ նրանում, որ Աստված փառահեղ ձև է դժվարություններից ծնում է հաղթանակներ։ Այդ էր Պողոսին ուրախացնում, այդ էր իր պարծանքը, որ ինքը գնում է միտեղ, ընկնում է դժվարությունների մեջ ու ինչ որ մեկը հարություն է առնում։ Հիսուսի դժվարությունը, խաչը, մահը ծնեց եկեղեցին, նոր արարածը։ Ծնունդը ցավոտ է, իհարկե ցավոտ է, սիրելիս, իհարկե ցավոտ է։ Ու երբեմն այդ դժվարությունները ինձ ու քեզ ինչ որ բան են պատճառում, որ կոմֆորտ չի, ես չի ուզի։ Բայց երբ որ դու կենտրոնանում ես լուծման վրա, երբ որ դու որոշում ես, որ այս դժվարությունը չի դառնալու իմ գերեզմանը, երբ որ դու կենտրոնանում ես, ասում ես հիմա ստեղից մի բան է ծնվելու։ Մեկ էլ տեսնում ես, կպել ես մի ծառայության, մեկ էլ տեսնում ես ընտանիքում խաղաղություն է ծնվել, ինչ որ նոր բան է։ Չկար այս իրիկունները, հիմա արդեն կա։ Մեկ էլ տեսնում ես հոգևորություն է ծնվել։ Մեկ էլ տեսնում ես կյանքումդ աղոթք է ծնվել։ Աղոթք, որ չկար ամեն օր, չկար այդ ցանկությունը, ես ուզում եմ գամ քո ոտքերի առաջ Տեր։ Ծնվում է այդ ցանկությունը, Աստծո խոսք կարդալ, Աստծո երեսը փնտրել։ Կամ դժվարությունը դառնում է իմ ու քո համար գերեզման, որտեղ մենք թաղում ենք մեր հոգևորությունը, որտեղ մենք թաղում ենք մեր քույրերին, մեր եղբայրներին, իրանք հարմար չեն։ Վերջում մեզ։ Մենք երկրորդ տարբերակ եկեք ընտրենք, սիրելիներ։ Եկեք ընտրենք, որ դժվարությունները ոչ թե դառնան մեր գերեզմանը, այլ մեր համար դառնան արգանդ, որպեսզի ծնվի պարգև, ծնվի ծառայությունը տեղից։ Ոչ թե հետ գնանք դժվարության ժամանակ, այլ հակառակը առաջ գնանք լուծումները փնտրելով։ Ոչ թե ընկնենք,
Այլ սովորենք առաջ գնանք, որպեսզի այն մեկն էլ, որ ընկել է այս դժվարության մեջ իրան առաջ տանենք։ Ոչ թե հետ քաշվենք, այլ առաջ գնանք։ Առաջի Պետրոս 2:21, որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեր համար չարչարվեց եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանաք։ Ինչ օրինակ թողեց մեզ Քրիստոսը չարչարանքի մեջ ծնելու։ Ինչ օրինակ մեզ թողեց Քրիստոսը չարչարանքի մեջ կառուցելու։ Ինչ օրինակ մեզ թողեց Քրիստոսը խաչվելուց խաչելու։ Հասկանում եք, ամեն փորձության մեջ, ամեն քո խաչի մեջ դու կարաս խաչես ինչ-որ բան, ինչը քեզ բերել է այդ խաչին։ Բարդ էր նախադասությունը։ Եթե քո ագահությունն է քեզ բերել պարտքերի մեջ, արի ես պարտքերի մեջ խաչի քո ագահությունը ու լուծի այդ հարցը, որ չմնաս պարտքերի մեջ։ Եթե քո հպարտությունն է քեզ բերել, որ դու մենակ ես այսօր ու ոչ ոք չի ուզում քո հետ շփվի, արի խաչի քո հպարտությունը, խոնարհվի, ասա Տեր, ես մի կողմ եմ դնում, ես ոչինչ եմ, դու ես ինչ որ մեկը։ Ու կտեսնես, որ մարդիկ գալիս են քո մոտ։ Խաչեք այն ձեր դժվարությունների ժամանակ, ինչ որ ձեզ մցրել է այդ դժվարությունների մեջ։ Եթե լուսմունքն է, լուծի իր հարցը ու թույլ տուր, որ Տերը ծնի ինչ որ բան։ Թող խաչը իմ ու քո համար դառնա արգանդ, ոչ թե գերեզման սիրելներս։ Ցավը կարող է դառնալ ձեր ընկերը, եթե օգտագործեք այն որպես երկունքի ցավ, որովհետև երկունքի ցավից հետո ինչ որ մեկը ծնվում է։ Ցավը ինքը միշտ չի որ վատ է։ Պատկերացրեք, մենք չունենանք ցավ, մարդը ցավ չունենա, պատկերացրեք։ Այդ մարդը շատ արագ կմահանա։ Ցավը ցույց է տալիս, որ ինչ որ խնդիր կա։ Կամ ցավը ցույց է տալիս, որ ոչ թե ինչ որ խնդիր կա, այլ որ հեսա մեկը ծնվելու է։ Չէ, երկու տարբերակ կա։ Հիմա եթե այդ ցավը ցույց է տալիս, որ ինչ որ խնդիր կա, արի լուծի այդ խնդիրը, խաչի այդ խնդիրը։ Ոչ ոքի մեջ չի ուզում շփվի։ Ես պարտքերի մեջ եմ, ընտանիքում խնդիր կա, աշխատանքի վայրում խնդիր կա, չգիտեմ ինչ է այդ ցավի անունը, ցավի պարտադիր չի էլի, որ պոշկե ցավը քար ունես պոշկի։ Հասկացի, ես հոգևոր բաների մասին եմ ասում։ Արի նստի, հասկացի ինչը պիտի խաչես այս խնդրի ժամանակ, որպեսզի ծնվի ինչ որ բան։ Հաջորդ ցավը, երբ որ մարդը ունենում է, կինը ունենում է, սա երկունքի ցավն է։ Աստծո խոսքը ասում է, ճիշտ է, այդ ժամանակ ցավոտ է, բայց երբ որ ծնվում է, բոլորն են ուրախանում։ Եկեք ցանկացած ցավ, որ գալիս է մեր կյանքի մեջ, ընդունենք որպես երկունքի ցավ։ Եկեք ոչ թե այդ ցավը ընդունենք, ես էլ իմ խաչն է, վсё, ես սրա մեջ պիտի տապակվեմ։ Ես պիտի հարմարվեմ դրա հետ։ Եկեք չհարմարվենք ոչ մի խնդրի հետ։ Դե ինձ սովորացում են, որ դե հարմարվեմ, էլի, հա, բա ինչ անեմ։ Մի հավատա, հարմարվի, էլի, էդ է ձևը։ Եկեք չհարմարվենք։ Չհարմարվենք նրա հետ, ինչի համար Հիսուսը մահացել է։ Չհարմարվես մեղքի հետ, չհարմարվես հիվանդության հետ, չհարմարվես աղքատության հետ, չհարմարվես մենակության հետ, մերժվածության հետ, զոհի կարգավիճակի հետ, ինչի, որովհետև Հիսուսը դրա համար գին է վճարել, ոչ թե որ դու հարմարվես, այլ որ դու անցնես այդ հաղթելով։ Ու 3 հոգի ասացին ամեն։ Հալելույա։
Այն ինչի մեջ ես, ես ուզում եմ փոքրիկ մարգարեական խոսք արձակեմ քեզ։ Այն ինչի մեջ ես, դա գերեզման չի։ Դա արգանդ է Հիսուսի անունով։ Այն ինչի մեջ ես, դա արգանդ է, որը ծնելու է օծություն, պարգև, ծառայություն, սրբություն, ինչ որ մեկի կյանքում նոր ընտանիք, ինչ որ մեկի կյանքում բժշկություն, բայց դա արգանդ է, ոչ թե գերեզման։ Հալելույա։ Ես հավատում եմ, որ դու ամեն չես ասում, բայց վերցնում ես։ Մեկ ես սենց եմ վերցնում, այսենց։ Վերցրեք, վերցրեք, պարտադիր չի եկեղեցին լինի 10,000 հոգի, բեմը 200 մետր լույսերով, չէ, ես փոքր տեղում, Տերը գործ անում ու խոսում է, կապում է, ամեն, հալելույա, հալելույա, ինքը լավն է, նենց ուժեղ է իր ներկայությունը, նենց ավես է, հալելույա։ Պատմոսը Հովհաննես առաքյալի համար գերեզման չէր, այլ արգանդ էր, որտեղ ծնվեց հայտնությունները։ Դժվարությունները անցեք հոգու մեջ։ Սուրբ Հոգին սահմանափակում չունի։ Դժվարությունները անցեք հոգով, ապրեք հոգով։ Մեզ թվում է մենք հոգով պիտի անցնենք միայն փառաբանության ընթացքը, եկեղեցում երբ որ քարոզ ենք լսում, երբ որ գալիս է քո կյանքում դժվարություններ, էմոցիաներովդ մի անցի, շնչովդ մի անցի, հոգովդ անցի հետ։ Թույլ տուր, որ հոգիդ քեզ թելադրի ինչ անես։ Լսի ներսին, լսի հոգուն, էմոցիաներին տեղ մի տուր։ Երբ որ էմոցիաների տեղ տաս, դու չես հասկանա հիմա ինչ պիտի խաչես, ինչի հարցերը պիտի լուծես, բայց երբ որ փորձես հոգով անցնես, երբ որ ներսիդ լսես, Տերը ասելու այս իրա հարցը լուծի։ Ու հաճախ, երբ որ դու ես չենք հասկանում ինչ խնդիր կա մեր կյանքում, գալիս են մի երկու դժվարություն։ Ու Աստված ասում է 40 տարի քեզ մատացեցի, 40 տարի, որպեսզի քեզ ցույց տամ քո սրտի ներսինը։ Հաճախ մենք չենք տեսնում իմ ու քո կյանքում ինչն է, որ խանգարում է արքայության գործին։ Ու եթե Աստված նախատեսել է, որ այս խոսքը պիտի լսի 10,000 հոգի, ու ես ու դու պատրաստ չենք, որ ընդունենք այդ մարդկանց, Տերը ինչ որ բան ուզելու է, որ դու խաչես։ Դու ես պատրաստ եմ, թող գան, բայց թող սաղ իմ նման լինեն, հովիվ ջան, կլինի Նակոլկով մարդ չգա մեր եկեղեցի, չի լինի, թող բոլոր Նակոլկեքով մարդկանց Աստված բերի մեր եկեղեցի, բայց կլինի կանաչ մազերով չգա մարդ մեր եկեղեցի, չի լինի, բոլոր կանաչ, կապույտ ու կարմիր մազերով մարդկանց թող Աստված բերի մեր եկեղեցի, իսկ կլինի դու փոխվես։ Ոստեղ ես կարիք ունեմ խաչեմ իմ քյարթը։ Ոչ բեմական բառ։ Ու դու կարիք ունես խաչես քո քյարթը, որովհետև Աստված բոլորին է սիրում։ Բոլորին։ Հալելույա։ Եկեղեցին են տեղն է, որտեղ մարդիկ գալիս փոխվում են, բայց եկեղեցին են տեղն է, որտեղ նախ պիտի գան այդ մարդիկ, որ փոխվեն։ Եթե դու ունես 130 կետ իրան նատացիա կարդալու իր ամազերի գույնի համար, այսօր խաչի։ Եթե դու ունես 70 պունկտ տատուների դեմ, այսօր խաչի հետ։ Այդ մարդը արդեն արել է։ Իրան ինչ որ ասես, հին ուխտում գրած, մարմինդ վրա դաջված, արդեն արել է այդ մարդը։ Ես 72 կետ ունեմ կարճ յուբկի դեմ, հովիվ ջան,
խաչի։ Կգա կապաշխարի ինքը կհասկանա իր կարճությունը։ Չէ, մենք պիտի սահման գրենք ծնկից 6 սանտիմ ներքև։ Խաչի, մետրդ, կանոնդ։ Ինչի համար, որ Աստված բերի այդ մարդկանց։ Մենք ուզում ենք բոլորը մեր նման լինեն։ Պատկերացնում եք, սա քաչալ փորոլ լինեն, էլ բեթելու։ Ու խաշը խորոված ու տղերի սենց մերպես, դու ախորժակ չունես, չէ, դուրս։ Ուրա փորը, չկա, չէ, դուրս, դու ինչ տրինաժոր ես գնում, գնա ուրիշ եկեղեցի։ Չէ, ժողովուրդ, չէ, տենց չի։ Փարիսեցին ա ուզում սաղին սարքի իրա նման, շամբով, շղ սաղ մերպես, կրոն չպ, ու սաղ իրանց պես, մենք տենց չենք։ Ու շատ լավ է, որ մենք տարբեր ենք։ Ինչի եմ ես խոսում ես բաների մասին, սիրելի քույր ու եղբայր, որ դու այն ինչ որ խանգարում է քեզ, որ դու ընդունես նրան, ով քո պես չի, խաչես այսօր, որտեվ Տերը գործ ունի իմ ու քո հետ անելու։ Ես այս ինչ ազգը չեմ սիրում, շատ իզուր, խաչը հանե այսօր էդի։ Ես հրյաներին չեմ սիրում, շատ իզուր, այսօր խաչ կա ստեղ, խախոլներին չեմ սիրում, այսօր խաչ կա ստեղ։ Ես մենակ ռուս աղջիկներին եմ սիրում, շատ իզուր, այսօր խաչ կա ստեղ։ Հասկանում եք ինձ։ Բաներ կա, քո փորձության ու դժվարության մեջ դու պիտի խաչես ու կծնվի այն ինչ որ պիտի ծնվի։ Ամեն, ամեն, հալելույա։ Իմ դուրը գալիս է այսօրվա քարոզը։ Հալելույա, իմ դուրը դուք էլ եք գալիս։ Համաձայն եք, բայց չեք ուզում ցույց տաք, որ համաձայն եք։ Աշխատում է ձեր կյանքում, ձեր աչքերից երևում է, բայց չեք ուզում ցույց տաք։ Բամ ու թաբակ կողքինս ինչ կմտածի, ես լուրջ մարդ եմ, հալելույա։ Հիմա լավ ժամանակ ունենք, որպեսզի կենտրոնանանք Աստծո վրա։ Ինչ իրավիճակով էլ որ անցնում ես, առաջինը միշտ հիշի, ցանկացած իրավիճակ փոխվող է, ցանկացած իրավիճակից ելք կա, ցանկացած իրավիճակ լուծում ունի, ոչ մի վիճակ, ոչ մի խնդիր, ոչ մի պրոբլեմ քո համար չսարքես գերեզման։ Երկրորդ այսօր եկեք կենտրոնանանք նրա վրա ինչ որ Տերը արել է։ Իրան են խաչե, բայց ինքն է խաչել։ Իրա մարմինը խաչեցին, բայց ինքը խաչեց քո դատապ վճիռը։ Քո վրա մեղադրանք չկա։ Այդ այնքան պարզ է, այս այնքան պարզ է, երբ որ մտքեր է գալիս մեղավորության, մի անգամից հիշի, որ Հիսուսը խաչել է քո մեղադրանքը, քո վրա մեղադրանք չկա։ Դու ազատ ես, դու արդար ես, դու մաքուր ես, ու երրորդ, որոշի, որ ինչ որ բան է ծնվելու քո դժվարությունից։ Ես կարծում եմ, այսօր մենք այնպիսի աշխարհում ենք ապրում, որ բոլորս ենք անցնում դժվարությունով, բոլորս։ Եթե մարդ կա, որ չունի ինչ-որ մի դժվարություն, խնդիր, ու պատանները ստեղ չեն, մենք քեզանից սովորելու բան ունենք, հետո կարաս գաս սովորացնես 4 կետով դասընթաց, ինչպես ապրել առանց դժվարությունների։ Ոչ թե առանց մարդկանց, որ դժվարություն չէ, մարդկանց հետ առանց դժվարությունները։ Թե չէ մենք էլ գիտենք ինչպես ապրել առանց զոնքաչի, առանց գիսուրի, թե Հիսուսը ասում է, այս աշխարհում լինելով դուք այս աշխարհից չեք, բայց մենք պիտի շփվենք իրար հետ։ Ու այդ բոլոր դժվարությունների հիմնական արմատը հիմնականում մարդիկ են։ Մեր սխալ փոխհարաբերությունները, մեր սխալ պատկերացումները, մեր չնորոգված միտքը։ Ես մի տեղ ունեի գրած, դուք բոլորը տանգիր գիտեք։
ասում է եւ նորոգվեք ձեր մտքի նորոգությունով, որպեսզի Աստծո կամքը իմանաք։ Հա բոլորդ գիտեք չէ՞ որտեղ է գրած, որ նա բարին, հաճելին ու կատարյալը, բարին, հաճելին ու կատարյալը մենք այնքան ենք ես ուզում, բայց այս դժվարությունները, այս խաչը, որ կա մեր կյանքում, նրա համար է, որ մեր միտքն էլ նորոգվի, որ մենք ընտրենք արգանդը գերեզմանից։ Ամեն։ Եկեք վերցնենք մի երգ, երկրպագության, եկեք մտածենք, դիր քո առաջ քո կյանքը, այն դժվարությունը, միգուցե 3-ն է, միգուցե 1-ն է, միգուցե 5-ն է, ինչի միջով անցնում ես։ Թույլ տուր, որ Տերը խոսա այս խոսքի պրիզմայով, այս խոսքով թույլ տուր, որ Տերը խոսա։ Տես ինչ ունես քո կյանքում, որ պիտի խաչես։ Տես ինչ է ուզում Աստված, որ ծնվի ստեղից։ Ու հետո մենք միասին գաղութենք։ Ամեն։